Այսօր դուք կիմանաք ամենագլխավոր պատճառներից մեկը, թե ինչու եք դուք կորցնում ձեր բալանսը կամ ձեր գումարները թրեյդինգում։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է թրեյդինգ լրիվ անվճար։ Այսօր ես ուզում եմ ձեզ ասել, թե ինչու եք դուք կորցնում ձեր բալանսը եւ ուզում եմ պատասխանել իմ դիտորդների հարցերին։ Եկեք ոչ միայն ես կասեմ, այլ նաև կապացուցեմ։ Հիմա նայեք, ամենակարևոր պատճառներից մեկը դա այն է, որ ձեր բալանսը շատ փոքր է։ Եթե ձեր բալանսը ընդամենը $20 է, $50 է, ուրեմն դուք ավելի շատ հավանական է, որ կկորցնեք ձեր գումարը։ Բայց ես ուզում եմ ձեզ այսօր ապացուցել, որ եթե ձեր բալանսը մեծ է եւ դուք կատարում եք գործարքներ շատ չնչին տոկոսով, ապա դուք ավելի շատ հավանական է, որ կփակվեք պլյուս։ Եկեք ես ձեզ այսօր ցուցադրեմ, իմ մոտ այսօր կիրակի է, այսինքն մեր TradingView կայքի արժույթները փակ են, բայց ես կցուցադրեմ ձեզ OTC-ի վրա եւ ընթացքային կկարտամ իմ դիտորդների կոմենտները եւ կպատասխանեմ։ Եկեք գտնենք հիմա արժույթ եւ ես ոչ միայն չեմ ուզում այսօր կատարել վերլուծություն, այլ նաեւ ուզում եմ համ քնումով աշխատել գումար, համ վաճառքով, այսինքն նույն արժույթում ես կկատարեմ քնում, կաշխատեմ գումար եւ կկատարեմ վաճառք, կաշխատեմ գումար։ Իհարկե թագոն կլինի։ Բայց դուք կտեսնեք, որ այստեղ կա արդեն 90-ից ավել տոկոս հաջողության հավանականություն։ Հիմա նայեք, քանի որ ես ընդհանրապես վերլուծություն չեմ կատարելու եւ կատարելու եմ համ քնում, համ վաճառք, ես ուզում եմ դնել $1։ Հիմա նայեք, դնում եմ $1։ Եկեք այստեղից կատարենք քնում։ Հիմա կատարում եմ քնում 2 րոպեով։ Ահա։ Հիմա տեսեք, որ ընդհանուր առմամբ ես կաշխատեմ գումար համ քնումով, համ վաճառքով եւ կարող եք նույնիսկ հաշվել, թե որքան թագոն ինձ պետք կլինի, որպեսզի ես ընդհանուր առմամբ փակվեմ պլյուս։ Հիմա քանի դեռ մեր գործարքը ընթանում է, եկեք ես կարտամ կոմենտներ եւ պատասխանեմ այդ հարցերին։ Սամվել Ղուկասյանը ինձ հարցրել է. Իսկ բացի թրեյդինգից ինչ գործով եք զբաղվում։ Հիմա նայեք, ուրեմն բացի թրեյդինգից ես ունեմ ինտերնետային պրոյեկտներ, չեմ ուզում մանրամասնել ինչ պրոյեկտներ, քանի որ դա ուզում եմ, որ դուք հետո իմանաք եւ ինչու՞ չէ, նաեւ կարող է ունենաք ձեր մասնակցությունը այդ պրոյեկտներում, բայց իմացեք, որ ես ամեն օր իմ ծրագրավորողների հետ մենք մտածում ենք ինչ-որ թազանոր ծրագրեր, թազանոր պրոյեկտներ եւ կա հետաքրքիր պլան, որը որ եթե մենք կարողանանք ռեալիզացնել, ապա մենք կաշխատենք իրար հետ, այսինքն այն դիտորդը, որը որ հիմա ինձ նայում է, հնարավոր է որ դու աշխատես ինձ հետ։ Ես հետագայում ուզում եմ բացել մի կազմակերպություն թրեյդինգային, որտեղ որ ես ուզում եմ վերցնել ինձ գործընկեր, չեմ ասում աշխատող, քանի որ դա չի լինի աշխատող, չվախենաք, քանի որ ես գիտեմ, որ եթե իմ թրեյդերը ինձ դիտում է, նա իմ նման մտածելակերպ ունի, եկեք հիմա կատարում եմ դագոն։ Ահա, 2 րոպեով էլի քնում։ Չմտածեք, որ ինձ մոտ աշխատելու եք, չնայած որ աշխատելու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց այնուամենայնիվ կարող է լինել ինչ-որ մարդ, ով որ ուզում է այսպես ինքնուրույն ստեղծել իր ուղին, գործնական ուղին, ասեմ, որ ես ուզում եմ ստեղծել մի կազմակերպություն, որտեղ որ ես կվերցնեմ ինձ գործընկերներ իմ դիտորդներին եւ չմտածեք, որ ես միայն վերցնելու եմ այն 1% մարդկանց։ Ոչ, ես կվերցնեմ այն մարդկանց, նախ առաջինը այն մարդիկ, ովքեր որ կան իմ փակ ալիքում, քանի որ այդ մարդկանց ցանկությունը հասնել հաջողության ավելի մեծ է եւ այն մարդկանց, ովքեր որ չեն հանձնվել թրեյդինգում, այսինքն շատ են պայքարել։ Սենց ասեմ, ես իմ հին ակաունթում կորցրել եմ 156 բալանս։ Իհարկե իմ մոտ ստացվեց։ Ես հիմա 1%-ում եմ, բայց եթե տեսնեմ ինչ որ մի դիտորդի, ով որ իմ չափ փորձել է, սա մեր լույսն է, մեկ-մեկ այսպիսի շարժումներ է տեղի ունենում։ Եկեք սպասենք մինչև ավարտվի, ահա, ավարտվեց։ Եթե տեսնեմ, որ մեր դիտորդներից ինչ որ մեկը իմ չափ տանջվել է, բայց ոչինչ չի ստացվել, սենց ասեմ, հենց այդ կազմակերպությունը եղավ,
այն որ գարանտիրը վնի այդ մարդը կհամագործակցի մեր հետ։ Իհարկե պետք է նաև այդ մարդու բնավորությունը ինչ-որ չափով համապատասխանի մեզ։ Եկեք տեսնենք, թե ոնց կավարտվի հիմա մեր գործարքը։ Եկեք։ Իհարկե շատ վատ ստացվեց, որ վերջին պահին մեզ փակեց մինուս, բայց այնուամենայնիվ մենք առանց վերլուծություն կատարելու հիմա գործարքներ ենք կատարում։ Եկեք ուղղակի ես ուզում եմ ցես ցուցադրել, որ ավելի շատ նաև նշանակություն ունի մեր բալանսը, քանի որ մեր այս գրաֆիկը վաղ թե ուշ համ բարձրանալու է վերև, համ իջնելու է ներքև։ Այդ պատճառով դուք պետք է ուղղակի հասկանաք, որ եթե դուք անընդհատ գումար եք գործնում, ապա խնդիրը նաև ձեր բալանսն է։ Հիմա ես ուղղակի ուզում եմ ձեզ այն որ չեսնի ասեմ, եթե ինձ տակ $20 բալանս, ավելի շատ հավանական է, որ ես կկորցնեմ այդ բալանսը, քանի որ այնտեղ չկա 5%։ Նախ ռիսկ եւ money management օրենքներ հնարավոր չէ պահել եւ այդ բալանսը այնքան փոքր է, որ ես կկորցնեմ ավելի շատ հավանական է այդ գումարը։ Իհարկե ես իմ տրեյդինգի ճանապարհին, երբ որ սկզբի ժամանակներում կատարել եմ համալրում, շատ անգամներ $20 ես վերածել եմ $100-ի եւ շատ անգամներ այդ $100 ես կորցրել եմ իմ ազարտի պատճառով, բայց այնուամենայնիվ բալանսի մեծությունը ունի մեծ նշանակություն։ Հիմա դուք ինքներդ կհամոզվեք, ասեմ իմանաք, համ գնումով եմ աշխատելու, համ վաճառքով։ Եկեք մյուս հարցը կարդանք, այս մեր նույն դիտորդը տվել է երկրորդ հարցը, եթե քեզ գումար չի եղել, որ սովորես, ինչպես ես 2 տարում գումարներ կորցրել։ Նայեք, ես հենց որ սկսել եմ տրեյդինգ սովորել, այդ ժամանակ ես նույնիսկ չեմ էլ աշխատել, ես եղել եմ ուսանող, ասեմ իմանաք, ես սովորել եմ բժշկական համալսարանում, ուզեցել եմ դառնալ ստոմատոլոգ։ Так, խնդրեմ, մենք աշխատեցինք այստեղ գումար։ Իսկ հիմա եկեք վաճառքով աշխատենք այստեղ գումար։ Չնայած որ լավ սիտուացիա չէ վաճառքի համար, մեծ կանաչմոմ կա, բայց այնուամենայնիվ եկեք նաև վաճառքով աշխատենք գումար։ Ես ուզում եմ ցես ապացուցել, որ վերլուծությունը, հոգեբանությունը այդքան գլխավոր խնդիր չէ, որքան որ ձեր բալանսի քանակը։ Սկզբի ժամանակներում, երբ որ ես սկսել եմ սովորել տրեյդինգ, ես գումար չեմ ունեցել միանշանակ, որ տամ եւ սովորեմ ինչ-որ կազմակերպության մոտ, եւ հետո ես հարցրել եմ իմ ընկերոջը, ով որ սովորել է արտասահմանում ինվեստիցիաներ, ներդրումներ եւ այլն, նա ասաց, որ Հայաստանում շատ քիչ հավանական է, որ ես գտնեմ տրեյդերի, ով որ ինձ կսովորեցնի տրեյդինգ։ Ես լսեցի համ իրեն, համ էլ իմ չնչին գումարները որոշեցի օգտագործեմ համալրման մեջ։ Այսինքն նայեք, ես այդ ժամանակ ծախում էի եւ իմ ուղակի այդ սիգարետի գումարը ես հավաքում էի եւ կատարում էի համալրում $20, $30, ու այդ ձևով եմ ես սկսել։ Հետո ճանապարհին ես սկսեցի ինչ-որ աշխատանքներով աշխատել եւ այլն, եւ իհարկե արդեն կարողացա մի քիչ ավելի շատ կատարեմ համալրում, հետո գումարներ էի վերցնում, չգիտեմ, վարկով եւ այլն, որ կարողանայի, այսպես ասած, համ գոյատևեի, համ զբաղվեի իմ գործերով։ Դա կապված իմ համալրման հետ։ Հիմա այստեղ եկեք տեսնենք կա ուրիշ հարց։ Ահա, այստեղ ինձ հարցնում են տրեյդինգ ու կայքի հետ կապված, նայեք, մենք վաճառքով աշխատեցինք գումար, որպեսզի չասեք, որ իմ բախտը բերեց, եկեք մի անգամ էլ ես կատարեմ վաճառք։ Ես ուզում եմ դուք հասկանաք, որ այստեղ խնդիրը ձեր բալանսի մեծությունն է։ Ահա, եկեք կարդանք։ Բարև ձեզ, Աստված օրհնի, Պավլե ջան, մի հարց, որ խնդրեմ ցույց կտաք կամ կասեք ինչպես են տրեյդինգ ու կայքով ավելացնում Pocket Option-ում գտնվող արժույթները։ Երբ փորձում եմ ավելացնել, նույն անունով տարբեր բաներ է ցույց տալիս եւ որ ծրագիրը ամսեկան խորհուրդ կտաք Trading View-ում գրանցվելու համար։ Նայեք, Trading View կայքը լրիվ անվճար է։ Այսինքն այնտեղ կա վճարովի ինչ-որ ամսեկան փաթեթներ, բայց դա ձեզ պետք չի։ Դա ուղղակի որպեսզի, չգիտեմ, գովաս չլինի կամ ինչ-որ ինդիկատոր ստանաք, բայց դա ձեզ հարկավոր չէ։ Հիմա կասեք ինչպես են Trading View կայքով ավելացնում Pocket Option-ում գտնվող արժույթները։ Ես ցույց եմ տվել ոնց են ավելացնում Trading View-ում այդ արժույթները, վիդեոյի անունը կարծեմ Trading-ը ամբողջությամբ, թե Trading-ը 0-ից է,
բայց որ ուզեք հաստատ կգտնեք, երբ որ գրում եք արժույթի անունը, այո, մի քանի տարբերակ է տալիս գրաֆիկի, բայց ասեմ, որ դա համարյա նույն գրաֆիկն է, կարող եք հենց ամենավերևինը ընտրել, այնուամենայնիվ ես ցույց եմ տվել իմ վիդեոներից մեկում, թե կոնկրետ որը ընտրել նույնիսկ։ Հիմա կասեմ, որ վիդեոն է, Phoenix-ի նկար կա, այդ վիդեոում ես իմ դեմքը չեմ ցուցադրում, ուղղակի Phoenix-ի նկարն է պատկերված։ Կարող եք գտնել այդ վիդեոն, ես ցույց եմ տալիս մանրամասն, թե ինչպես կարգավորել TradingView կայքը եւ նույնիսկ այդ բերված մի քանի արժույթներից կոնկրետ որը ընտրել։ Մենք այստեղ մոռացանք Dagon-ի գումար օգտագործենք, հիմա ես կուղեմ իմ սխալը, նայեք, ես այստեղ պետք է ընտրեի Dagon-ի գումար, այսինքն $2, որպեսզի համ մինուսը կարողանայի հետ բերեի, համ էլ աշխատեի գումար, ես ընկա խոսքով եւ ուղղակի մոռացա տնեի $2, բայց այնուամենայնիվ մենք կփակվենք պլյուս, եթե ոչ այս գործարքները, ապա անպայման կփակվենք, հանգիստ եղեք, եկեք ես դնում եմ $10, որպեսզի եթե ինչ մենք կատարենք Dagon եւ վերցնենք մեր պլյուսը։ Եկեք տեսնենք կա այլ ուրիշ հարց։ Հիմնականում այստեղ շնորհակալական խոսքեր են, ես ձեզանից նույնպես շնորհակալ եմ։ Ես այսօր ուզում եմ ուղղակի հարցերը կարդալ։ Ես հիշում եմ, որ մի երկու վիդեո առաջ կոմենտով գրել էին կապված time frame-ի հետ, ահա time frame-ը սա է, ժամանակային շրջանակները։ Հիմա ասեմ, ուրեմն այս time frame-ները իրենցից ինչ են ներկայացնում։ Մեր այս մոմերը հենց այս time frame-ի ժամանակահատվածն է։ Եթե դրված է 5 րոպե, ապա մեր ամեն մոմը տևել է 5 րոպե։ Նայեք։ Տևել է 5 րոպե, եթե դնում ենք մենք 1 րոպեանոց time frame-ը, ապա ամեն մոմը տևել է 1 րոպե։ Հիմա ասեմ ձեզ, ինչու եմ ես հիմնականում կատարում վերլուծություն 5 րոպեանոց time frame-ով։ Ես դա կատարում եմ, նայեք, մեր առաջին գործարքը մենք փակվեցինք պլյուս։ Այսինքն, եթե ես այնտեղ ճիշտ գումարով կատարած լինեի գործարք, ապա ես կփակվեի պլյուս։ Եկեք տեսնենք, թե այս գործարքը ոնց կփակվի։ Նայեք։ Մնաց ընդամենը 10 վայրկյան, եւ ես ուղղակի ձեզ ուզում եմ ապացուցել, որ այստեղ ավելի շատ խնդիրը ձեր բալանսի մեջ է։ Հասկացեք։ Ավելի շատ խնդիրը ձեր բալանսի մեջ է։ Ես նույնիսկ չեմ կատարում ոչ մի վերլուծություն։ Եկեք հիմա կրկին քնում կատարենք։ Նայեք, հիմա էլ քնում եմ կատարում։ Վերլուծություն ես կատարում եմ, ես նույնիսկ չեմ էլ տեսնում։ Նույնիսկ հատվածներից չեմ կատարում ես իմ գործարքները։ Հասկացեք, որ այստեղ խնդիրը ձեր բալանսի քանակն է, շատ քիչ բալանս ունեք, դրա համար եք հիմնականում կորցնում։ Դուք պատկերացրեք, այս ամեն ինչին գումարենք միատել թրեյդինգի գիտելիքները, որ ես ձեզ տալիս եմ անվճար, ու պլյուս գումարենք միատել իմ օգնական ծրագրերը։ Չգիտեմ, երևի միայն ալարկոտ մարդը չի կարողանա այսքան բանից հետո աշխատի գումար թրեյդինգով։ Ես ամեն մի գաղտնիքը ձեզ բացահայտում եմ, հասկացեք։ Բայց հիմա չմտնեք մեծ գումար համալրեք, ազարտի ընկնեք, կորցնեք ու ասեք, տես դու ասեցիր մեծ գումար, մենք կորցրեցինք։ Իհարկե, risk and money management օրենքներ դուք պետք է պահեք։ Իմացեք դա։ Այդ ամեն ինչը լավ հիշեք եւ գիտակցեք, որ ձեր ամեն մի գործարքի համար պատասխանատու եք դուք։ Եվ նույնիսկ ծրագիրը Այս վերջին վիդեոների կոմենտներում ես տեսնում եմ, որ գրում են ես 5 րոպեով կատարեցի ձեր ծրագրի հրահանգը եւ փակվեցի մինուս։ Հարցնում եմ Dagon կատարել ես, ասենք ինչ-որ մեկի, ասում է ոչ։ Ու ինչ, դուք սպասում եք, որ իմ ծրագիրը պետք է 100%-անոց արդյունք տա, այսինքն փողի կոճակ լինի, դուք դա եք սպասում, ես 166 անգամ ես արդեն մի 1000 անգամ ասել եմ, որ սա փողի կոճակ չէ իմ ծրագիրը, եւ դուք պետք է ամեն դեպքում օգտագործեք ձեր գիտելիքները։ Ոնց դուք դա չեք հասկանում, ոնց ես ինչ լեզվով ցես դա ասեմ, որ դուք կոմենտներում չասեք ես 5 րոպեով մտա եւ մինուս փակվեց։ Նայեք, մենք կրկին աշխատեցինք գումար։ Հիմա եկեք կատարենք վաճառք։ Նայեք, ես ուղղակի ցեզ ուզում եմ ապացուցել, որ ես կարող եմ փակվել պլյուս Նույնիսկ համ քնում կատարելով, համ վաճառք կատարելով, նույն արժույթի մեջ, նույն արժույթում։
Եթե միանգամից չեմ վերցնում պլյուսը, վերցնում եմ ես դագոնով։ Հասկացեք, որ ձեր բալանսը ուղղակի շատ փոքր է, որ դուք կարողանաք գոնե ինչ-որ գումար աշխատեք։ $20 ինչ է։ Հա, ես դրել եմ $20 մինիմալ, որպեսզի դուք մտնեք փակ ալիք, որպեսզի դուք ստանաք ծրագիր։ Դրել եմ այդ գումարը։ Բայց ես չեմ ասում, որ դուք $20-ով կկարողանաք աշխատել գումար։ Չեք կարողանա։ Ես ասել եմ, որ եթե դուք ուզում եք աշխատել գումար թրեյդինգով, գոնե մինիմում մի $500 պետք է։ Բայց ասեմ իմանաք, չկա գարանտիա, որ դուք հոգեբանորեն կարողանաք այդ $500-ով աշխատել, քանի որ դուք կարող է $500 տեսնեք եւ վախից կորցնեք այդ գումարը։ Այսինքն դուք պետք է հոգեբանորեն արդեն իսկ պատրաստ լինեք, դուք պետք է փոքր գումարներով ստանաք պրակտիկա։ Այո, պետք է ստանաք պրակտիկ գիտելիքներ։ Դուք պետք է ձեր հոգեբանությունը կոփեք, այսինքն լինեք կարկապա։ Եվ դրանից հետո նոր կատարեք համալրում, իհարկե այդ համալրումը չպետք է լինի ինչ-որ վարկով գումար կամ պարտքով գումար։ Կատարեք համալրում ու փորձեք աշխատել գումար, եթե մի քանի օր գնում եք մինուս ռիսկ եւ money management օրենքները պահելով, հասկանում եք, որ հələ հոգեբանորեն պատրաստ չեք։ Քչացնում եք գումարը, այսինքն կանխիկացնում եք որոշ չափը կամ ընդհանրապես հանում եք։ Հասկանում եք, որ դուք պետք է ամեն ինչ մտածված կատարեք, մտածված։ Նայեք։ Հիմա ինչ որ մեկը կասի դու վերևից կատարում ես վաճառք, իսկ ներքևից գնում, չէ՞։ Դե եկեք ներքևից կատարում եմ վաճառք։ Հիմա տեսնեմ ինչ կասեք էլ։ Ես հիմա ուզում եմ համ ներքևից կատարեմ վաճառք, եւ եթե գնա հասնի վերևում կատարեմ գնում։ Եվ եթե դա նույնպես ես փակվեմ պլյուս, ինչ կասեք հիմա։ Ինչ կասեք։ Այ չգիտեմ ես։ Ես ամեն ինչ սենց ծանում եւ դնում եմ ձեր բերանը։ Իհարկե դա շատ կոպիտ արտահայտություն է, բայց այնուամենայնիվ դա այդպես է։ Ես ձեզ սովորեցնում եմ թրեյդինգ։ Կան մարդիկ, ովքեր որ մոդերատորներին գրում ենք վիդեոներով, ես հələ չեմ կարողանում հասկանալ, ես ուզում եմ, որ ինձ անձամբ բացատրեն։ Նայեք, ես վիդեոներով եմ սովորել ու ասեմ, որ առաջի վիդեոները նայել եմ ու ոչ մի բան չեմ հասկացել, ընդհանրապես չեմ հասկացել ոչ մի բան թրեյդինգից։ Նայել եմ վիդեոները եւ ասել եմ, «Էս ինչ բարդ է»։ Բայց շարունակել եմ նայել, կատարել եմ պրակտիկ գործարքներ։ Ես սենց ասեմ, նույնիսկ առաջին անգամ մի $70 ես կատարեցի համալրում հենց հաջորդ օրը ու սենց ասեմ, ինչ աստիճանի անլուրջ էի վերաբերվում, որ հեռախոսով խոսալով սենց կատարել եմ գնում վաճառք ու կորցրել եմ այդ $70 միանգամից, չեմ էլ հասկացել ոնց։ Եվ հենց այդ ժամանակ ես արդեն իսկ հասկացա առաջին դասը թրեյդինգում, որ երբեք չպետք է անլուրջ վերաբերվել թրեյդինգ մասնագիտությանը։ Երբեք չպետք է։ Նայեք, այստեղ մենք փակվում ենք մինուս, ես կատարում եմ դագոն։ Հիմա նայեք, նույնիսկ եթե սա վատ հատված է վաճառքի համար, նայեք, եթե ներքևում Դե իհարկե ներքևում այստեղ մեր մոտ աջակցման հատված է, որ կստիպի, որ մեր քննորդները նահանջեն։ Ես դա գիտեմ, բայց այնուամենայնիվ կատարում եմ հակառակ բաներ, որ դուք հասկանաք, որ նույնիսկ չիմացող մարդը կարող է այստեղ գումար աշխատել, չիմացող։ Բայց ազարտ ունեցող մարդը չի կարող, ասեմ իմանաք։ Ավելի լավ է դուք լինեք չիմացող հիմար մարդ, բայց չլինեք ազարտի մարդ։ Նայեք, եթե նույնիսկ այս աջակցման հատվածը վատն է վաճառքի համար, մեզ կստիպեն, որ մենք հասնենք այստեղ, ես այստեղից կկատարեմ կրկին դագոն վաճառք ու ամեն դեպքում ես կաշխատեմ գումար։ Այսինքն, եթե ձեր բալանսը մեծ է, դուք կաշխատեք գումար։ Հիմա ես ինչու եմ $1 կատարում, քանի որ ես ընդհանրապես վերլուծություն չեմ կատարում եւ ես կատարում եմ համ գնում, համ վաճառք, գիտակցելով, որ ներքևում կա աջակցման հատված, որից որ մենք պետք է կատարենք գնում, ես կատարում եմ վաճառք։ Ինչու։
Ինչու եմ կատարում, որ ձեզ ապացուցեմ, որ այստեղ ավելի շատ խնդիրը ոչ թե վերլուծությունն է, այլ ձեր բալանսի քչությունը։ Նայեք, ես հիմա նույնիսկ եթե այս բանին էլ չաշխատեմ գումար, կհասնեմ դիմադրության հատվածի, կկատարեմ դագոն վաճառք եւ այնուամենայնիվ կաշխատեմ գումար։ Այնուամենայնիվ ես կաշխատեմ գումար։ Նենց որ հանգիստ եղեք, նայեք, մի 10 վայրկյան է մնացել, եկեք տեսնենք ոնց կավարտվի մեր գործարքը։ Լավ, եկեք կատարենք դագոն։ Հիմա նայեք, սա երկրորդ դագոնն է։ Պրիտոմ այն դագոնը, որը որ ես համարում եմ սխալ։ Ես այստեղից ավելի շատ հավանական է, որ կկատարեի գնում, բայց այնուամենայնիվ ես կատարում եմ վաճառք։ Նայեք, թրեյդինգը դա շատ պարզ հիմունքների վրա է ստեղծված։ Իրոք, շատ պարզ հիմունքների վրա է ստեղծված։ Ով չգիտի, որ չպետք է լինես ազարտի մարդ, որպեսզի կարողանաս ռիսկային գործում հասնես հաջողության։ Ով չգիտի, ասեք իմանամ։ Հասարակ բաների վրա է ստեղծված։ Դա նույնն է, ոնց որ, չգիտեմ, ուզենաս նիարես եւ ասես, չգիտեմ, իմ օրգանիզմը չհաղացող է։ Այո, կան օրգանիզմներ, որոնք որ գենետիկորեն չհաղացող են։ Նույնը կան մարդիկ, ովքեր որ գենետիկորեն ավելի ազարտնի են, քան ուրիշ մարդ։ Բայց կա մի հատ կարևոր բայց։ Եթե դու նույնիսկ չհաղացող ես, դու կարող ես պահել դիետա, կարող ես զբաղվել սպորտով, քիչ ուտել, կալորիաները հաշվել եւ նիարել։ Այո, ավելի դժվար է քեզ, քան այն մարդուն, ով որ գենետիկորեն չհաղացող չէ, բայց հնարավոր է, չէ՞։ Ինչ, հանձնվենք եւ չպայքարենք։ Իհարկե ոչ։ Հիմա նայեք, այո, հնարավոր է որ դու գենետիկորեն ազարտնի մարդ եք։ Ես էլ եմ գենետիկորեն ազարտնի եմ։ Իրոք ես ազարտնի եմ։ Բայց ես չեմ հանձնվել։ Ես չեմ հանձնվել եւ ուրախ եմ, որ չեմ հանձնվել։ Իրոք ես ուրախ եմ, որ չեմ հանձնվել, քանի որ եթե ես համակերպվեմ այդ իրականությանը, ընդհանուր առմամբ ինչ կլինի։ Ես կլինեմ անհաջողակ։ Կլինեմ անհաջողակ մարդ։ Եվ ես ինձ չեմ հարգի։ Եկեք տեսնենք ոնց կավարտվի մեր գործարքը։ Խնդրեմ։ Մաքսիմում 2 դագոն օգտագործեցի։ Մաքսիմում 2 դագոն, նայեք։ Սա ուղղակի ես նույն գործարքը 2 անգամ եմ սեղմել, այսինքն այստեղ պետք է լիներ $2, ես 2 անգամ $1 եմ կատարել վաճառք։ Եկեք մի հատ էլ կատարենք գնում եւ եզրափակվենք։ $1-ով եկեք կատարենք գնում։ Ավ 3, եկեք 3 րոպեով գնում։ Phoenix Trading ալիքը արդեն 2 ամսում ստեղծեց այսքան Telegram-յան ալիքներ։ Մենք ունենք 2 օգնական ծրագիր, որոնք որ փողի կոճակ չեն։ Վերջապես հասկացեք։ Это не кнопка деньги։ Ես էլ չգիտեմ ոնց ասեմ։ Փողի կոճակ չի։ Օգնում է ձեզ ձեր վերլուծության մեջ, բայց դագոն դուք պետք է կատարեք ձեր գիտելիքներով։ Հատվածները դուք եք ընտրում, հատվածը, լավ հատվածը դուք եք տեսնում։ Դուք ձեր աչքերով տեսնում եք, եթե լավ հատված է, կատարում եք գնում կամ վաճառք։ Եթե դուք այսքան նայելուց հետո չեք հասկացել որն է լավ հատված, ապա նույնիսկ ծրագիրը ձեզ չի օգնի։ Եթե նոր եք եկել այս ալիք, ապա դիտեք վիդեոները մի քանի անգամ։ Դիտեք մի քանի անգամ եւ կհասկանաք արդեն։ Մենք ունենք արդյունքների ալիք, որտեղ որ մեր դիտորդները ուղարկում են իրենց արդյունքները։ Դուք նույնպես կարող եք ուղարկել ձեր արդյունքը։ Սա մեր արդյունքների բոտն է, որի հղումը դուք կգտնեք մեր բաց Telegram-յան ալիքում։ Մենք ունենք օգնական ծրագիր Phoenix օգնություն, որը ստարտ տալուց հետո դուք կստանաք այսպիսի մինիմալ տեխնիկական խնդիրների լուծում, ինչպես համալրել, ինչպես կանխիկացնել եւ այլն եւ այլն։ Մենք ունենք Hack Telegram-յան ալիք, որը որ դուք կարող եք հայտնվել կատարելով 2 պայման։ Ինչ պայման, հիմա կասեմ, ինչպես միանալ Hack ալիքին։ Նայեք, գրանցվել Pocket Option կայք մեր հղումով եւ ունենալ $20 դեպոզիտ, համալրեք $20։ Դրանից հետո սեղմում եք այս ավատարկի վրա, տեսնում եք ձեր ID-ն եւ
այսպես ուղարկում եք ձեր ID-ն։ Մեր admin-ը ստուգում է եւ եթե դուք կատարել եք պայմանները, ապա ձեզ կտրամադրի մեր փակ ալիքը եւ ծրագրերը։ Հիմա եկեք հասկանանք, թե այստեղ ինչ է կատարվում։ Ես այնուամենայնիվ կաշխատեմ գումար, դուք դա ինձ թվում է արդեն հասկացաք։ Նայեք, ես վերլուծություն չկատարեցի, ես կատարեցի համ քնում, համ վաճառք նույն արժույթում։ Նույն արժույթում ես կատարեցի համ քնում, համ վաճառք։ Որպեսզի ձեզ ցուցադրեմ, որ այստեղ ավելի շատ խնդիրը ձեր բալանսի փոքրության մեջ է։ Նայեք, ես ասում եմ, չէ, $20 է պետք, որպեսզի դուք հայտնվեք փակ ալիքում եւ ստանաք ծրագրերը։ Բայց ես ձեզ ասում եմ, այդ $20-ով դուք չեք կարողանա աշխատեք գումար։ Նույնիսկ ես հիմա երևի թե չկարողանամ $20-ով աշխատեմ գումար։ Ես այդ փաստը չեմ թաքցնում։ Այո, շատ անգամներ, որ ես գումար չեմ ունեցել, ես $20-ով պրակտիկա եմ ստացել եմ պրակտիկա, $20 վերածել եմ $100, $200։ Ես նույնիսկ ունեմ վիդեոներ, շատ շուտ նկարած, ինչպես եմ ես $20 վերածում $200-ի։ Իդեպ հիմա ես դա հիշեցի եւ ես երևի թե դա կտեղադրեմ իմ ալիք։ Արագացված տարբերակով կտեղադրեմ $20 ես վերածել եմ $200-ի։ Շատ շուտ։ Բայց ես գիտակցել եմ, որ դա ես կատարում եմ պրակտիկա ստանալու համար։ Հույս տնել, որ $20-ով ես կաշխատեմ գումար, դա միամտություն է իմ կարծիքով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ակտիվ դիտորդներից։ Եթե չլինեիք դուք, չէր լինի նաև այս ալիքը։ Եվ ես ունեմ նպատակ հասնել այն մակարդակի, որ բացեմ կազմակերպություն։ Իհարկե ես պիտի աշխատեմ այդքան գումար, որ կարողանամ մեծ կազմակերպություն բացեմ։ Ես այնպիսի կազմակերպություն եմ ուզում բացել, որ մի 100-200 հոգի մարդ համագործակցի իմ հետ, իմ դիտորդներից։ 100-200, ինչու՞ չէ, հնարավոր է ավելի շատ։ Բայց ես այդպիսի գումար պետք է կարողանամ աշխատել։ Հենց աշխատեցի, ես կբացեմ։ Եվ ասեմ իմանաք, կաշխատի իմ հետ այն մարդը, ով որ ունի մեծ ցանկություն։ Մենք աշխատեցինք գումար։ Այդ ցանկություն ունեցող մարդը վաղ թե ուշ կմտնի այդ 1%-ի մեջ։ Եթե նա չհանձնվող է, եթե նա ունի մեծ ցանկություն, նա կգա իմ մոտ եւ ես կդարձնեմ նրան այդպիսի տրեյդեր։ Ես կդարձնեմ, բայց ինձ պետք է ցանկություն, որ այդ մարդը ուզենա հարստանա, ունենա մեծ ցանկություն, մեծ նպատակ։ Եթե ունեցավ, ես կվերցնեմ այդ մարդուն ինձ գործընկեր։ Ցանկանում եմ ձեզ լավ օր եւ հաջողություն։